Եվ այսպես ուշադրություն, արդեն 4 օր է հայ ժողովուրդը չի կարողանում գիշերները հանգիստ քնել, բոլորի ուշադրությունը, բոլորի մտքերը 2-ամյա երեխայի հետ են, բոլորը մտահոգված են։ Իհարկե երեխան դեռևս չի գտնվել, նոր մանրամասներ չկան երեխային գտնելու վերաբերյալ, բայց կան մանրամասներ, որ արդեն օգտագործում են հատուկ ջրային տեսախցիկներ, որպեսզի գետի այն հատվածները, որտեղ որ չեն ստուգվել կամ կիսատ են ստուգվել, դրանք եւս այդ հատվածներում իրականացվի հետազոտական աշխատանքներ։ Եթե երեխան գետն էր ընկել, ապա ինչու միջև հիմա չգտան, որովհետև շատ մեծ թիմ է աշխատում երեխային գտնելու համար, շատ մեծ թիմ, թե փրկարար ծառայության աշխատակիցները, ոստիկանության աշխատակիցները եւ առհասարակ սովորական մարդիկ Հայաստանի տարբեր քաղաքներից ու գյուղերից գնացել են այդ գյուղ իրենց աջակցությունը հայտնելու եւ որոնողական աշխատանքներին մասնակցություն ունենալու համար։ Եվ իհարկե չեն կարող չնշել, որ հայ ժողովուրդը իսկապես այսպիսի նեղ օրերին հասնում է իր հայրենակցին, սա խոսում է, որ մեր ազգը դեռևս չի կործանվել եւ մեր ազգը շարունակում է մնալ աշխարհի լավագույն ազգերից մեկը, որովհետև այս դեպքը իսկապես բոլորի սրտերը ցավեցրեց եւ կարծես այդ երեխան բոլորի տնից լիներ եւ իսկապես դա այդպես է։ Եվ համացանցում տարածվել է այսպիսի մի տեղեկատվություն, որ էքստրասենսներից մեկը հայտարարել էր, որ երեխան ողջ է, նա գտնվելու է, հիմա նա գտնվում է հեռու իր տնից։ Իհարկե, քանի դեռ երեխան չի գտնվել գետում կամ այլ տարածքներում, չի բացառվում, որ նա այս պայծրությամբ ողջ է, երեխայի հայրը հայտարարել էր, որ ըստ իր կարծիքով երեխային կարող է առևանգել են։ Իհարկե, շատ մեծ աշխատանքներ տարվեցին եւ եթե երեխան իսկապես գետն էր ընկել, ապա 100%-ով հիմնական դեպքերը բացահայտվում են գետից, հանում են փրկարարները մարմին եւ ավելի մեծ, ավելի վարար, ավելի խորը գետերում, երբ որ մարդիկ են խորտակվել, փրկարարները կարողացել են նրանց մարմինը հանեն գետից։ Իսկ այս գետում ավելի հնարավոր էր աշխատանքներ տանել, ավելի հնարավոր էր երեխային գտնել, եթե նա իսկապես այդտեղ էր գտնվում։ Եվ քանի դեռ չեն գտել նրան գետում եւ հարակից տարածքներում, ապա նույնիսկ նրա ողջ լինելը չի բացառվում, նույնիսկ նրան առևանգելը չի բացառվում, քանի որ ոստիկանությունը իրականացրել է նաեւ հատուկ հետազոտական աշխատանքներ, 50-ից ավելի մարդկանց հետ զրույցներ են տարվել, տասնյակ մեքենաներ խուզարկվել են, բայց իհարկե արդյունքներ, ինչպես գիտենք, չկա, ինչպես գիտենք, ոչ մի բան էլ դեռևս չի բացահայտվել, ոչ մի հետք չկա անգամ երեխայից, բայց կային այսպիսի տեղեկատվություններ, որ այն հատվածում, որտեղ որ երեխան է եղել, այդտեղ կա խանութ, որտեղ որ կան տեսախցիկներ եւ տեսախցիկները ըստ էության չեն ֆիքսել երեխային, երբ որ նա քայլել է դեպի գետի ուղղությամբ։ Իհարկե համացանցում շատ էր նկատվում հետեւյալը, որ կային մարդիկ, ովքեր որ մեկնաբանություններում գրում էին, մեղադրում էին ընտանիքի անդամներին, հիմնականում ծնողներին, երեխային անուշադրության մատնելու համար եւ ասում էին, որ կատարվածը ծնողների մեղավորությամբ է։ Նման դեպք կարող է պատահել յուրաքանչյուրի հետ, ովքեր նույնիսկ 24 ժամ ամեն վայրկյան իրենց երեխաներին պահում են ուշադրության կենտրոնում, այնպես որ այս ծանր վիճակում այս մարդկանց ձեր մեկնաբանությունները, ձեր քննադատությունները հաստատ որևէ օգուտ չեն տալու, ձեր փոխարեն կան մարդիկ, ովքեր որ մեկնաբանություն գրելու փոխարեն հասել են այդ գյուղ, միացել են փրկարարների հետ փրկարարական որոնողական աշխատանքներին եւ փորձում են օգուտ տալ, այլ ոչ թե նստել եւ քննադատել, թե ով ինչ պետք է աներ, որ երեխան չկորեր։ Եթե նույնիսկ երեխան գետն է ընկել ծնողների անուշադրության պատճառով, ապա ինչի չգտնվեց գետում, գետի ափերին եւ ուրիշ այլ տարածքներում։ Այո, չի բացառվում, որ երեխային գողացել են, վերցրել են, տարել են, բայց սա ըստ էության չի բացառվում, բայց այդքան էլ հավանական չի, որովհետև այդ ոնց եկան, այդ ոնց տարան, որ իրենց երեխան
իրանց դիմացը խաղ էր անում, քանի մեքենա է այդտեղով անցել, ըստ էության իրանք չեն ասում, որ մեքենա է անցել։ Եթե ինչ-որ մեկը պետքա գողանար, չէր վերցնելու եւ չէր տանելու իրանց տան դիմացից, իրանց աչքի դիմացից, եթե նույնիսկ մեքենայով տանեին, իրանք կզգային, որ այս մեքենան գնաց ու երեխեն այդ պահից սկսած չկար։ Ոստիկանությունը պետք է խուզարկություններ իրականացնի տվյալ գյուղի եւ հարակից գյուղերի բոլորի տներում, որպեսզի այս կասկածները փարատվեն, բայց այնպիսի մեծ արձագանք ունի այս դեպքը, որ դժվար թե ինչ-որ մեկը երեխային գողացած լիներ ու այնպիսի տեղ թաքցներ, որտեղից հնարավոր կլիներ գտնել։ Եվ չնայած մենք վստահ ենք, որ ինչքան հնարավոր է, որտեղ հնարավոր է, բոլոր անկյուններում արդեն մարդիկ շրջել են, փորձել են գտնել երեխային եւ այս բարդրությամբ դեռևս իհարկե երեխան չի գտնվել։ Եվ հիմա եթե նույնիսկ երեխան դրսում է, հիմա եթե նույնիսկ երեխան միայնակ է, երեխան այս բարդրությամբ արդեն 4 օր է անցել սոված եւ միգուցե երեխան չկարողանա ձայն հանել նույնիսկ եւ ավելի է դժվարանալու երեխային գտնելը։ Մենք պետք է ուղղակի աղոթենք, որ երեխային իսկապես որևէ կյանքին վտանգ սպառնացող իրավիճակ հանդիպած չլինի։ Նույնիսկ ավելի լավ է հավատալ, որ երեխային առևանգել են, քան երեխան ընկել է գետը կամ նմանատիպ այլ դժբախտ պատահար է եղել։ Եվ ըստ էության ծնողները փորձում են հավատալ հենց դրան, այլ ոչ թե նրան, թե երեխան գետում է։ Եթե գետում է, պետք է որ ըստ էության գտնվեր, որովհետև այն մասշտաբի աշխատանքները, որ տարվել են, շատ մեծ հնարավորություն ու հավանականություն կար, որ երեխային գտնելու էին գետում, եթե նա լիներ այնտեղ։ Բայց ըստ էության մի քանի տեղ հայտարարեցին, որ չեն ստուգել հավանական տեղերը, եւ հիմա կստուգեն այդ մի քանի հավանական այլ տեղերում եւ արդեն վերջնական ըստ էության գետի վարկածը կփակվի, բայց նաեւ ըստ էության այլ ճանապարհներ, այլ փնտրելու տեղեր չի մնում իրականացնել ժողովրդին, որտեվ ուր հնարավոր էր փնտրել են, երեխան չկա, երեխան անհետացել է եւ սա ըստ էության նաեւ առեղծվածային դեպք է դառնում Հայաստանի Հանրապետությունով մեկ, բոլորի ուշադրությունը սրա վրա է, եւ իսկապես արժան է, որ ուշադրության կենտրոնում լինի այս դեպքը, որովհետեւ երեխայի մասն է, կյանքի մասն է եւ պետքա կտրվել առօրյայից եւ ուշադրություն դարձնել հենց սրան։ Եվ նաեւ հպարտություն է, որ հայ ազգը այսքան համախմբվել է։